Ջերուսման ամբողջական խնայող համակարգ, գումարած 100,000 դրամ արժողությամբ սերտիֆիկատ, բաժանած 18 ամիսների հավասար է 0% տոկոսադրույք։ Մանրամասները idealsystem.am Ողջույն հարգարժան տիկնակ եւ պարոնայք, առաջին լրատվականի ուղիղ եթերում Մեհրաբյան on-line-ն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Մինչ Հայաստանում իր աշխատանքն է սկսել Օրբելի կենտրոնի մեծ միջազգային համաժողով, որին նաև ելույթ ունեցավ Հայաստանի վարչապետը, ընդ որում մասնակցում էին դրա աշխատանքին նաև Ադրբեջանից եւ Թուրքիայից փորձագետներ, ընդամենը մեկ օր է անցել, երբ Ադրբեջանի նախագահը իրենց գիտությունների ակադեմիայի 80-ամյակին նվիրված այդ ինչ-որ ժողովի ժամանակ, հանդիսավոր ժողովի ժամանակ ելույթ ունեցավ եւ սկսեց խոսել ռուսական կայսրության 19-րդ դարի կեսերի քարտեզի մասին, որտեղ Սևանա լճի անունը Սևան չէ, այլ ինչ-որ թյուրքալեզու մի այլ անվանումով եւ նա փաստորեն խոսում է այսպես հանձնարարում է ակադեմիային ուսումնասիրել Ադրբեջանի պատմությունը, պոպուլարիզացնել այն, հպարտանալ եւ այլն եւ այդպես շարունակ եւ Հայաստանին էլ եւ հայ ժողովրդին էլ խորհուրդ է տվել չվախենալ վերադարձող ադրբեջանցիներից, ադրբեջանցիները սեպարատիզմով վարակված չեն եւ միայն բարիք են բերում այն պետություններին, որտեղ նրանք ապրում են։ Սա է ասում Ալիևը։ Դա Ալիևն է ասում է, բայց ուշագրավը մի այլ բան է, թե ինչպես դա ընկալվեց Հայաստանի շատ որոշակի շրջանակներում, չթաքցնենք Ռուսաստանի քաղաքականությունը Հայաստանում սպասարկող շրջանակների, որոնք մի քեֆ, մի ուրախություն, մի ցնծություն, մի բայրամ դրանից եւ բերանի ծամոն սարքած մինչև այս պահը երևի մտնեք YouTube-ում կտեսնաք տարբեր խոսացող գլուխներ այդ թեմայով եւ ուղղակի հարց է առաջանում հիմա դուք ուրախ եք դրանից թե ասելու բան ունեք սրա հետ կապված թե մենք մեր անելիքով այնուամենայնիվ զբաղվենք եւ մեր պատասխանը Ալիևի այդ հայտարարություններին պետք է լինի միայն եւ միայն գործնական առաջ գնալու ճանապարհով փորձենք հասկանալ նախ ինչ եւ ինչու է նա այդպես խոսում եւ երկրորդն էլ այստեղ արձագանքում են որ արդյունքում ինչ լինի փորձենք հասկանալ եւ այդ նպատակով ես մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար մեր հյուրն է քաղաքական վերլուծաբան Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահրամ Աթանասյանը բարով եք եկել պարոն Աթանասյան ուրախ եմ ձեզ տեսնել շնորհակալ եմ որ հրավերս ընդունեցիք շնորհակալ եմ հրավերի համար Դուք հասցրել եք արդեն ձեր վերլուծականներում, նաև ձեր սոցցանցի օգտահաշվով անդրադարձ կատարել դրան, բայց այնուամենայնիվ փորձենք սրան մի համապարփակ գնահատական տալ, հա։ Ինչի համար է Ալիևը, ասենք, բաներ խոսում, որ անկասկած շատ լավ գիտի, որ դա ուղղակի տոքսիկ թեմա է օգոստոսի 8-ի պայմանավորվածությունների ֆոնին, բայց նա այսպես շարունակաբար նման բան է գցում մեջտեղ, այսպես երկսայր, եւ ահա այստեղ մշտապես նենց ընկալունակականջներ կան, որոնք միանգամից դա ընդունում են եւ բացվում են բերաններ եւ այդ մթնոլորտը թունավորման մի այսպես մի process է սկսվում։ Համաձայն։ Ձեր հարցին պատասխանելու համար պետք է կարծիքով մի քանի շերտ դիտարկվի։ Ես օրինակ կուզենայի իմանալ հարցի պատասխանը, թե ինչու Վլադիմիր Պուտին իր համարև հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 8-ի համաձայնություններից հետո։ Ու նրա կարող է մինչ այդ էլ հանդիպել։
Բայց հանդիպումը տեղի ունեցավ օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան համաձայնություններից հետո եւ Ալյասկայում Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի նախագահի հանդիպումից հետո։ Ես տպավորություն ունեմ, որ Պուտինը Դուշանբեում Ալևին ինչ-որ գաղափարներ է ներշնչել, այն առումով, որ ինքը Միացյալ Նահանգների հետ պայմանավորվածություն ունի Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցությունը պահպանելու շուրջ։ Որքանով է դա իրականում եղել ու դժվար է կանխատեսում անել, բայց դրան հաջորդում է շատ կարևոր իրադարձություն, որին ցավոք մեր փորձագիտական հանրությունը այնքան էլ ուշադրություն չդարձրեց եւ շարունակում է չդարձնել։ Դա Ղազախստանում օրերս ԱՊՀ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստ է, որին Ադրբեջանի պաշտպանության նախարարը մասնակցել է։ Այո։ Հայաստանին է ոչ։ Այո։ Եվ Թուրքմենստանի պաշտպանության նախարարը չի մասնակցել ԱՊՀ անդամ լինելով։ Այդ հանդիպման մասին պաշտոնական տեղեկատվությունը այդպիսին է, որ Ռուսաստանի պաշտպանության նախարարի հովանու ներքո քննարկումների մասնակիցները եկել են այն եզրակացության, որ եվրասիական անվտանգային համակարգը պետք է պահպանվի։ Իսկ Ադրբեջանը պաշտպանության նախարարի մասնակցությամբ երթում է տվել, այսպես թեկուզ չակերտների մեջ, որ ինքը մաս է կազմում եվրասիական անվտանգության համակարգի։ Եվրասիական անվտանգության համակարգի միջուկը, այսպես ասենք, ՀԱՊԿ-ն է, որի անդամ երկրների մի մասը թուրքախոս է։ Այո։ Ղազախստան, Qırğızstan ինչն է դերթում Իլհամ Ալիևին առերևույթ Ռուսաստանի հետ արմատական հակասություններ ունենալով, առերևույթ Բաքվում արշավ ծավալելով ռուսաստանյան 5-րդ Զորասյան պարագլուխ Ռամիզ Մեհդիևի դեմ, իր արտաքին իր պաշտպանության նախարարի գործուղել նման հանդիպման։ Սկզբունքային, շատ սկզբունքային հանդիպում է դա։ Երրորդ շերտը ես կարծում եմ կապված է Միացյալ Նահանգների նախագահից Ալիևի, այսպես ասեմ, հիասթափվածության հետ։ Ու 2 օր հետո, նոյեմբերի 6-ին, եթե որևէ բան չփոխվի, Վաշինգտոնում պետք է կայանա կենտրոնական Ասիայի երկրներ եւ Միացյալ Նահանգներ գագաթաժողով։ Դրա նախօրյակին անցյալ շաբաթ Ղազախստանի նախագահը հանդես է եկել անսպասելի դարձյալ անսպասելի գաղափարով, որ այդ հանդիպմանը, այդ գագաթաժողովին պետք է մասնակցի նաեւ Ադրբեջանը։ Այսինքն այստեղ տրամաբանություն կա, որտեղ եթե կենտրոնական Ասիայի երկրները ինտեգրվում են Եվրոատլանտյան, այսպես ասենք, քաղաքակրթական միջավայրին, ապա Ադրբեջանը որպես ճանապարհն է դեպի հանգույց չի կարող դուրս մնալ այդ process-ից։ Բայց առ այս պահը Միացյալ Նահանգների վարչակազմից, Սպիտակ տնից, պետական դեպարտամենտից որևէ արձագանք Տոկաևի այդ առաջարկությանը չկա։ Իդեպ մի ամերիկյան պարբերական էլ գրել է դրա մասին, գրելով, որ դա շատ օգտակար գաղափար է։ Այսպիսով այն ակնկալիքները, ես այսպես եմ պատկերացնում, որ Իլհամ Ալիևը ունեցել է օգոստոսի 8-ի համաձայնություններից, որ Միացյալ Նահանգները, Ադրբեջանը եւ մասնավորապես իրեն պետք է ճանաչեն Հարավային Կովկասի Կովկաս
Կենտրոնական Ասիա, այս հիպերտարածաշրջանի կարևորագույն դեմք եւ Ադրբեջանը կարևորագույն երկիր չեն արդարանում։ Եվ բնականաբար Ալիևը օգտագործում է այնպիսի խոսույթ, որ կարող է անհանգստացնել Վաշինգտոնին, միաժամանակ հաճույք պատճառել Ռուսաստանին, որտեղ շուրջ 1 տարվա Ռուսաստանի դեմ, Ռուսաստանի մասին հակաքարոզություն անելուց հետո դա ի վերջո մեծ ժեստ է անում Ռուսաստանին, որ այդ քարտեզները մենք չենք կազմել, դա ցարական Ռուսաստանն է կազմել։ Դե այստեղ նոնսենս կա, որտեղ Ալիևը մի քանի ամիս առաջ Ռուսաստանին հռչակել է օկուպանտ երկիր։ Այո։ Այսինքն օկուպանտ երկրի քարտեզը այսօր վկայակոչելով, դա ես կարծում եմ հաճույք է պատճառում Ռուսաստանի նախագահին եւ ջուր ակնարկ կա այդտեղ նաեւ որ օգոստոսի 8-ի համաձայնությունները կարող են առարկայանալ, իրականանալ Ռուսաստանի մասնակցության դեպքում, չմոռանանք, որ Ռուսաստանը, եթե չեմ սխալվում, սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբերին է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել, որ Մոսկվան շարունակում է հույս պահել, որ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը կստորագրվի Մոսկվայում։ Փաստորեն նրանք այդ հարթակը առաջարկել են։ Ալիևի հայտարարությունը այսպես ընկալել որպես զուտ ինչ-որ պատմագիտական շեղում կամ չգիտեմ էքսկուրս, ես չէի համաձայն այդ գնահատականի հետ, դա քաղաքական հայտարարություն է եւ ինչպես քիչ առաջ ասացի, մի քանի շերտերից բաղկացած, ես չեմ բացառում նաեւ այն, որ Ալիևը փորձում է Հայաստանի վարչապետին զգուշացնել, որ ինքը կարող է նախընտրական շրջանում այստեղ ակտիվացնել այնպիսի ուժեր, որոնք կարող են կամ Ալիևի պատկերացմամբ հնարավորություն ունեն քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը եւ վարչապետի քաղաքականությանը չոր այլընտրանք ներկայացնել կամ ընդհանրապես վիճակը լարել, որտեղ զուգահեռաբար ինքը իր երկրում ներքաղաքական փաստացի ներքաղաքական ճգնաժամ է հրահարել, պատերազմ հայտարարելով շատ որոշակի ազդեցություն ունեցող ազդեցիկ շրջանակների եւ դա կարող է բերել այնպիսի իրավիճակի, երբ Ալիևը նույն Միացյալ Նահանգների նախագահին կասի, որ խնդիրներ են առաջացել, ներքին խնդիրներ են առաջացել, այդ խնդիրները պետք է հաղթահարվի, ընդ որում այստեղ նաև անձնական գործոն կա, որովհետև Ալիևի եւ ընդհանրապես Ալիևների իշխանության արմատը Մոսկվայում է։ Այո։ Պորտը այնտեղ է կադրած գցած։ Երաշխավորը Մոսկվան է։ Հիմա եթե պետք է լինի Վլադիմիր Պուտինը, այլ պետք է ենթարկվի Պուտինի թալուն քաղաքական գծին։ Երևի թե փորձ է արվում նաև այնպիսի տպավորություն ստեղծել, որ իրենից հետո Հարավային Կովկասում կարող է ստեղծվել քաոս։ Ինքն անփոխարինելի է։ Այո, եւ դրանով ստանալ Միացյալ Նահանգների աջակցություն։ Ես նաև դիտարկում եմ այն հանգամանքը, որ Ալիևը ըստ երևույթին խիստ զգուշացած է այն ինֆորմացիայից, որ կրտսեր Թրամփը մտադիր է ժամանել Հայաստան եւ քննարկումներ ունենալ։ Ընդ որում այդ քննարկումները կարող են ոչ այնքան քաղաքական լինել, որքան գործնական։
ու Ալիև ինքը էությամբ ստվերային բիզնեսմեն է, գործարար է, որոշակի կապեր ունեցել է Թրամփի շինարարական բիզնեսի հետ, աղալարողների միջոցով Բաքվում ավելի քան 10 տարի առաջ, նույնիսկ երևի ավելի վաղ Trump Tower-ը կա։ Այո, շինարարություն է ընթացել եւ երևի այդ հայտարարությունների մի ենթատեքստն էլ այն է, որ ինչու ինքը անուշադրության է մատնում, ասենք Թրամփի որդին կարող էր եւ Երևան այցելել, եւ Բաքու այցելել, այս դեպքում արդեն խանդը կլիներ համարժեք բալանս այսպես։ Այո, համարժեք վերաբերմունք եւ վերջապես Ալիևը պետք է հաշվի առնենք, որ շատ մեծ դժվարությամբ է ընկալել, ընդունել այն, որ ինքը Ադրբեջանը դուրս է մնում Հայաստանի տարածքում ենթակառուցվածքներ ստեղծելու բիզնես ծրագրերից։ Հիշեք նրա այն հայտարարությունը, որ եթե այդ 43 կիլոմետրանոց ճանապարհի կառուցումը վերապահվեր Ադրբեջանին, ապա ինքը կավարտեր 1 տարում։ Հայաստանի դեպքում գուցե տևի 2-3 տարի։ Այստեղից հասկացում եմ, որ նա ինչ-որ առաջարկություն արել է։ Եվ այդ առաջարկությունը մերժվել է եւ Հայաստանի կողմից եւ բնականաբար Միացյալ Նահանգների կողմից։ Եվ խորքային այդ պրոցեսները եւ դրանց խոսույթային արտահայտությունները շատ չափազանց խորքային են։ Այստեղ մենք պետք է դա հաշվի առնենք մի շատ կարևոր հանգամանք, որ խորհրդային միության տարիներին Մեղրիի այդ երկաթուղային այդ հատվածը կառավարվել է Ադրբեջանի երկաթուղիների վարչության կողմից։ Այո։ 1967 թվականին խորհրդային կառավարությունը ընդունել է որոշում անդրկովկասյան երկաթուղիներ գլխամասային վարչությունը բաժանել է երկու մասի։ Մեկը մնացել է անդրկովկասյան երկաթուղի Թբիլիսիում վարչության կենտրոնը, իսկ Ադրբեջանի երկաթուղիների վարչությունը առանձնացվել է եւ Բաքվում Մեղրին էլ մտնել է մեջ։ Ենթարկվել է Ադրբեջանի երկաթուղիների կառավարմանը, այդ թվում նաեւ Զանգելան կապանգիցը։ Այո։ Ոչ միայն Մինջևան Մեղրի, այլև Զանգելան, Մինջևան կապանգիցը կառավարվել է Ադրբեջանի երկաթուղիների վարչության կողմից եւ երբ Ալիևն ասում է մենք պատմական եւ իրավական իրավունքներ ունենք, նկատի ունենում նաեւ խորհրդային անցյալի այդ պատմությունը։ Այս հարցերը ժամանակին պետք է կարդինալ լուծում ստանային, երբ Հայաստանի ձեռքին խաղաքարտեր կային։ Տարածքներ, Լեռնային Ղարաբաղում հայ բնակչություն, Լեռնային Ղարաբաղի քաղաքական կազմակերպվածություն, իշխանության համակարգ, այսինքն 30 տարում հրադադարին հաջորդած 26 տարիների մինչև 2020 թվականի պատերազմը Հայաստանը այս հարցերը պետք է լուծել։ Արմատական լուծում տար, մոտ չի եկել նույնիսկ։ Չէ, օրինակ ասեք, ի՞նչն է խանգարել, եթե դու Հայաստանի կառավարություն նախորդ իշխանությունները նկատի ունեմ։ Դու պատրաստ ես Ադրբեջանի հետ գնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորման։ Ինչն է խանգարել, որպեսզի Հայաստանը եւ Ադրբեջանը իրականացնեն սահմանազատում։ Քարտեզով, թղթի վրա։ Դե ֆակտո ոչ, դե յուրե արձանագրություն ենք ստորագրում, որ ահա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ իրականացվել է սահմանազատում։ Սահմանը սա է։ Սկսվում է նոյեմբերյանից, ավարտվում է ագարակում եւ սահմանանշումը այս է։ Սա Լաչինի միջանցքն է, որը պետք է Լեռնային Ղարաբաղը կապի Հայաստանի հետ։ Լաչինի միջանցքի պարամետրերը գծում է թղթի վրա եւ արդեն անցնում ենք հաջորդ փուլերին։ Զորքերի հետ քաշում եւ այլն եւ այլն։ Չի արվել։ Ոչ միայն չի արվել, ոչ ոք չի զբաղվել Մեղրիի երկաթուղու հարցով։ Ապա մոնտաժել են, քանդել ծախել են, դա զբաղվել է, իրանք զբաղվելն էլ է։ Այո, ապա մոնտաժել են ռեսերը, փայտակոճերը, վաճառել են, չգիտեմ ինչ են արել, բայց համենայնպես 43 կիլոմետրանոց երկաթգիծը, որ պատերազմական գործողություններից ոչ մի կերպ չի տուժել, պահպանված։
Հայաստանի տարածքում ապամոտ չէ, ինչ ուղերձ են հղել Ադրբեջանին եւ միջազգային հանրությանը։ Մենք գերադասում ենք մնալ շրջափակված, չգործարկել այս երթուղին, քան գնալ Ադրբեջանի հետ հարցերի կարգավորում։ Չի կարգավորվել նաեւ չափազանց սկզբունքային նշանակության մի հարց։ Հիմա Ալիևն ասում է Սևանը Սևան չէ։ Ցարական քարտեզում չգիտեմ ինչ անուն է գրված, կամ գիտեք Գյոչան, ենթադրենք։ Չէ՞ որ դա նոր խոսույթ չէ։ Դա 44-օրյա պատերազմից հետո չի ծնվել։ Խոսույթը միշտ էլ եղել է Ադրբեջանում։ Կարող եք արխիվներից գտնել 2001 թվականին բնակարանների բանալիներ հանձնելով Վարդենիսից Հայաստան տեղափոխված ադրբեջանցիներին Հեյդար Ալիևը ասել է հանգիստ ես ձեզ տալիս եմ բնակարան, բայց դուք վերադառնալու եք Գյոչա մահալ, կրկին տեսնելու եք Գյոչա լիճը, կրկին տեսնելու եք Բասարքեչարի լեռները։ Սա Հեյդար Ալիևի խոսքն է 2001 թվականին կա արխիվներից պահպան տեսագրություններ նույնիսկ կա։ Բայց էությունը, խնդրի էությունը նրանում է, որ 1991 թվականի հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունել է պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտ։ Այդ սահմանադրական ակտում սևով սպիտակի վրա գրված է, որ 1806-1828 թվականների պատերազմի ընթացքում Ռուսաստանը օկուպացրել է Ադրբեջանը եւ անեքսիա ենթարկել դրա տարածքը։ Այսինքն այդ սահմանադրական ակտի, որը Ադրբեջանի գործող սահմանադրության հիմքն է այսօր, փաստաթղթի իմաստով Կովկասում Հայաստան պետություն չկա, որտեղ Ռուսաստանը գրավել է Ադրբեջան, օկուպացրել է Ադրբեջան։ Եվ ինչից է գալիս սա։ Դա գալիս է նրանից, որ Թուրքմենչայի պայմանագրում առաջին անգամ Ռուսաստանը իրավական շրջանառության մեջ է դրել Ադրբեջան տերմինը, հասկացությունը։ Բայց փաստաթղթից պարզ հասկացում է, որ խոսքը վերաբերում է իրանական Ադրբեջանին, այսինքն պատմական ատրպատականին, որ մենք գիտենք 4-5-րդ դարի մեր պատմիչների աշխատություններից։ Դա հին աշխարհի մեդիացիների աշխարհն է, որ հետագայում կոչվել է Ատրոպատենա, Ատրպատական, Արաբատոս, Մակեդոնացու Ատրոպատոս զորավարներից արաբական նվաճումների ժամանակ տեղանունը Ատրոպատենան, Ատրպատականը Պրանոնսը փոխվել է Ատրպատական, արաբական արտասանությամբ Ադրբեջան, ռուսներն օգտագործել են այդ տերմինը եւ Թուրքմենչայի պայմանագրում այդ տեղանունը գրված է։ Խնդիրը Ռուսաստանի մեջ է, ովքեր ռուսական կողմնորոշման քարոզիչներ են, դու Ռուսաստանի բանակցեն, որպեսզի Ռուսաստանը հայտարարությամբ հանդես գա, դա իրավական ակտ է, ցարական Ռուսաստանի իրավական ակտ է, այսօր Ռուսաստանը իմպերիայի իրավահաջորդն է, բոլշևիկյան Ռուսաստանի իրավահաջորդը, հայտարարությամբ հանդես հայտարարություն տարածի Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն Թուրքմենչայի պայմանագրում գրված ադրբեջանական մարզ, Ադրբեջան մարզ հասկացությունը կապ չունի Արաքսից հյուսիս տարածքների հետ։ Խոսքը Արաքսից հարավ, Թավրիզ կենտրոնով պատմական ատրպատական ինչ-որ հիմա Իրանի մարզերն են, չէ՞։ Բայց այս խոսույթը Ալիևը մակաբերում է, արտացում է իր երկրի սահմանադրությունից, իր երկրի սահմանադրության մեջ այդպես է։ Այսօր նա նախաստորագրել է պայմանագիր, որը այդ իր սահմանադրությունը ու կոպիտ ասած անտեսում է, մեղմ ասած իր իրավական ուժով ավելի բարձր է, քան իր սահմանադրությունը, որովհետև այնտեղ գրված է, դախաբանում գրված է, որ կողմերը խաղաղություն եւ հարաբերություն են հաստատում, հիմք ընդունելով Ալմատի հռչակագիրը
Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությունը եւ միջազգային իրավունքի մասին ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի բանաձևը։ Սա իրողությունը։ Ես չեմ կարծում, թե Իլհամ Ալիևը կարող է իրավիճակը հասցնել նրան, որ հայտարարությամբ հանդես գա, որ հայ-ադրբեջանական պայմանագիրը հակասում է Ադրբեջանի սահմանադրությանը, ինքը չի կարող ստորագրել դա։ Բայց այս հանգամանքը մենք չենք կարող։ Իսկ կարծում եմ մենք չպետք է անտեսենք, ի վերջո նա կարող է նաև ընտրել այդ տարբերակը։ Մի իրավիճակ, որը իհարկե նրան կտանի Միացյալ Նահանգների նախագահի հետ դիմակայության, բայց ով է երաշխավոր, որ 2028 թվականին Միացյալ Նահանգներում այլ իրավիճակ չի լինելու։ Ով է երաշխավորը, որ 2028 թվականին ընդառաջ Ալիևը Ադրբեջանում կտրուկ վերադասավորումներ չի անելու, որովհետև այդ թվականին լարանում է նրա նախագահության շրջանը, նա 21 թվականին արտահերթ ընտրություններ է կազմակերպել, 7 տարով ստանձնել է նախագահի պաշտոնը, 2028 թվականին այդ ժամկետը ավարտվում է։ 2028 թվականը խորհրդանշական է նաև նրանով, որ լարանում է Թուրքմենչիայի պայմանագրի 200 տարի։ Եվ այստեղ պետք է, եթե ոչ բացահայտ, բայց համեմատաբար կամերային դիվանագիտական աշխատանք կատարվի նաև Իրանի հետ։ Ի վերջո Թուրքմենչիայի պայմանագրի կողմը Իրանն է, Պարսկաստանն է։ Եվ շոշափում է նաև Պարսկաստանի շահը։ Ադրբեջանի սահմանադրության այդ պրեամբուլայի իմաստով է պետական անկախության վերականգնման ակտի իմաստով Ադրբեջանը նաև Դաղստանը, Քարթլին, Կախեթյան, Իմերեթյան, Մեգրելյան, գրեթե ամբողջ Վրաստանը։ Այստեղ արդեն խնդիր ունեն նաև հարևան երկրները, Վրաստանը, Ռուսաստանը, որոնք Ադրբեջանի հետ հարաբերություններում չպետք է այն կեսվածքը ընդունեն, որ Ադրբեջանը եւ Հայաստան թող իրենց հարցերը կարգավորեն, իսկ մենք մնանք Ադրբեջանի հետ բարեկամ։ Ոչ։ Եթե Ադրբեջանի հավակնությունները Հայաստանի նկատմամբ դրսևորվում են, 1-2 տասնամյակ հետո այդ նույն հավակնությունները դրսևորվելու են Վրաստանի, Իրանի, ինչու՞ չէ նաև Ռուսաստանի։ Բավական է ռուս-ադրբեջանական մի բանավեճ եւ նախկին արտգործնախարար Զուլֆուգարովը հայտարարեց, որ Դերբենդը վաղնջական թուրքական քաղաք է, այսինքն Դերբենդը Ռուսաստանի Դաշնության քաղաք է, այսինքն Դաղստանի հանդեպ հավակնությունները արդեն նախկին արտգործնախարարը մակարդակով հնչեցրեց, իսկ եթե հավատանք ադրբեջանական փորձագետներին, Զուլֆուգարովը Աֆիլիացված է ամենասերտ ձևով։ Ոչ պաշտոնական խոսնակն է եւ ասում է այն ինչ որ Ալիևն է թերադրում։ Ահա այս լայն հատույթում չպետք է որևէ հայ Հայաստանում որևէ քաղաքական գործիչ կամ մտավորական կամ չգիտեմ հանրային դեմ հեճուկս գործող իշխանության վկայակոչի Ալիևի խոսույթը, որտեղ այդ խոսույթը Նիկոլ Փաշինյանին չի վերաբերում։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը չի վերաբերում։ Այդ խոսույթը վերաբերում է Հայաստանի Հանրապետությանը, հայ ժողովրդին ընդհանրապես։ Եվ հայ ժողովուրդը եւ Հայաստանի քաղաքական համակարգը պետք է բոլոր ռեսուրսները համատեղի այդ խոսույթին դիմակայելու։ Այսինքն այն ինչ որ այսօր իր ելույթում մեծ շատ ենթատեքստով հնչեցրեց Հայաստանի վարչապետը, պետք է գիտական, քաղաքական, փորձագիտական խոսույթ դառնա։ Առանց վիրավորելու, առանց էքսցեսներ ստեղծելու, նույն ադրբեջանցի փորձագետների հետ ասենք հանդիպման ժամանակ հայ փորձագետները կարող են հարց տալ, լավ,
Եթե դուք ասում եք Ադրբեջանը ամբողջ Կովկասը ընդգրկել է, ինչու դուք չունեք այդ ամբողջ Կովկասը ընդգրկող Ադրբեջանի քարտեզը, հղում եք անում ցարական Ռուսաստանի քարտեզին։ Մեկն էլ այսօր հայտարարել է ադրբեջանցի պատմաբան Ռեզվան Հուսեյնովը հայտարարել, որ մեր ղազախստանցի գործընկերները հարյուրավոր քարտեզներ ունեն, որտեղ նշված է միջնադարյան Ադրբեջանի տարածքը։ Դա նոնսենս է։ Այսինքն երկիրը ինքը իր քարտեզը չունի, եթե խոսքը վերաբերի օրինակ զուտ գիտական, բանավեճերը բեկարակ վկայակոչել ասեք, խնդրեմ 7-րդ դարի հայ գիտականը Անանյա Շիրակացին գրել է աշխարհացույց, որտեղ Հայաստանի բոլոր նահանգները եւ գավառները նկարագրված են։ Այսինքն Անանյա Շիրակացու գիրքը եթե բացենք, կքարտեզագրենք մեծ հայք Հայաստան։ Ոչ Աշակունյաց թագավորության շրջանի օրինակ Հայաստան։ Եվ այնտեղ ձեր նշած Ադրբեջանը հայկական թագավորության Ատրպատականի նահանգ է։ Դուք վկայակոչում եք ինչ-որ գոյություն չունեցող, ինչ-որ չճանաչված, մյուս կողմից, ինչու մենք չենք աշխատում այլ թուրքախոս պետությունների հետ։ Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Ղրղստանի հետ, ինչու տասնամյակներ շարունակ ոչ մի աշխատանք չի կատարվել։ Օրինակ ասենք անուրանալի է, շատ թող էմոցիոնալ չթվա, բայց անուրանալի է, որ հայ-ադրբեջանական պես վերջին շրջանի երկխոսությանը մեծ ավանդ է բերել Ղազախստան։ Միանշանակ։ Իր նախագահի գլխավորությամբ։ Նախ հարթակ տրամադրեցին, երակով հանդիպում կազմակերպեցին, այնուհետև Տոկաևը իր բոլոր հայտարարություններում չափազանց կոռեկտ, բալանսավորված, հավասարահեռ, եւ շատ կիրթ խոսույթ է օգտագործում։ Միանշանակ։ Ինչ օրինակ ես չէի ասի Ուզբեկստանի նախագահի։ Այնտեղ մի քիչ դիսբալանս կա։ Ինչու չաշխատել Ուզբեկստանի հետ, ինչու չաշխատել Թուրքմենստանի հետ։ Մանավանդ որ այդ հանրապետություններում, օրինակ ասենք Թուրքմենստանում եւ Ուզբեկստանում 200 տարվա պատմությամբ հայկական համայնքներ կան։ Սամարղանդ, Թուրքմենստանի մի քանի քաղաքներում Աշխաբադ, Թուրքմենբաշի, չէ, որ Կրասնովոդսկը առաջ։ Միշտ էլ հայկական համայնքներ եղել են այնտեղ, եւ ասենք Որոնք Ղարաբաղցիներ, Լեռնային Ղարաբաղի հիմնական Սյունիքից նաեւ եւ Սյունիքից։ Աշխատանքային միգրացիա է, այսպես ասենք, արդյունքում այդտեղ ձևավորվել է հայկական համայնքներ։ Այսօր էլ կան։ Այսօր էլ կան։ Մեկ ուշադրություն չեն դարձնում, օրինակ ոչ ոք չգիտի, Տաշկենտում քանի հայ է ապրում։ Չկա 5000, 10000, 15000, Սամարղանդում քանի հայ է ապրում։ Բայց այստեղ Հայաստանում ապրող, Հայաստան տեղափոխված ղարաբաղցիներից որ մեկին հարցնես, երևի Սամարղանդում, Տաշկենտում, Կրասնովոդսկում բարեկամներ ունեցել։ Չենք աշխատում։ Չի աշխատում, գիտական հանրությունը չի աշխատում, նաև։ Ակադեմիան ունի պատմության, հնագիտության, արևելագիտության ինստիտուտներ։ Մատենը դրան կա։ Կարծեմ Երևանի պետական համալսարանը ունի իրանագիտության կենտրոն ունի։ Սրանք պետք է ոչ թե քաղաքականությամբ զբաղվեն, այլ գիտական, մասնագիտական աշխատանք կատարեն։ Օրինակ ասենք պետական համալսարանի իրանագիտական կենտրոնը ինչու՞ չի աշխատում Տաջիկստանի հետ։ Չէ՞ որ Տաջիկստանը իրանական ինքնության երկիր է եւ ասենք կենտրոնական Ասիայի թուրքախոս պետություններից առանձին մեկուսի է, առանձին քաղաքակրթական ինքնություն ունի, որը մեր քաղաքակրթական ինքնության քույրն է։ Հնդեվրոպական, իրանական, ընդհանուր քաղաքակրթություն։ Ոչ ոք չի աշխատում։ Փորձագիտական հանրությունը կապեր չունի, օրինակ կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Նոր սկսվել է։ Նոր, բայց 30 տարում կարելի էր հոյակապ հարաբերություններ հաստատել այդ երկրների հետ, ներկայացնել նույնիսկ Լեռնային Ղարաբաղի խնդիրը
բացատրել, ներկայացնել այնպես, որ օրինակ ասենք Տաջիկստանի նախագահին ասենք հարցնում եք, լավ, դուք ձեր Լեռնային Բադաշխանի ինքնավար մարզը ինչու չեք լուծարել։ Իսկ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը լուծարել է։ Պայքարը դրա համար է, ոչ թե Ադրբեջանից տարածքներ գրավելու համար։ Այսպես դուք ունեք Լեռնային Բադաշխանի ինքնավար մարզ, այնպես էլ Ադրբեջանը ունեցել է Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ։ Դուք պահում եք Ադրբեջանը լուծարել է։ Կամ Ուզբեկստանի հետ աշխատելու, ասենք Ղարակալպակիայի ինքնավարությունը ինչու է պահպանել։ Համարյա նույն ազգն, նույն ժողովուրդն է, նույն կրոնը, նույն լեզուն։ Ամիք չեսկում ենքում։ Ոնց որում ուզբեկները Ղարակալպակիայում բնակչության մեծամասնություն են կազմում։ Բայց ինքնավարության կարգավիճակը պահպանվում է։ Ասենք Ուզբեկստանի նախագահին ասում են, լավ, քո հետ եղբայր Ալիևի հետ խոսելուց։ Բայց հարցրու, ինչու Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը չեն կարող ունենալ ինքնորոշվելու իրավունք։ Ինչու չեն կարող ունենալ բարձր ինքնավարության կարգավիճակ, եթե օրինակ ես Ուզբեկստանի նախագահս Ղարակալպակիայի այդ կարգավիճակը չեմ վերացրել։ Ամբողջ աշխատանքի ուղղությունը մեկն է եղել, Մոսկվա։ Կարգավորման բանալիները Կրեմլում են, ամբողջ աշխատանքը պետք է կատարվի Մոսկվայի հետ, մոռացության մատնելով, որ Մոսկվան դեռևս 2001 թվականի հունվարի 6-ին Վլադիմիր Պուտինը Հեյդար Ալիևից ստորագրել է Բաքվի հռչակագրի։ Այո։ Եվ Բաքվի հռչակագրի առաջին նախադասությունը վերաբերում է Կովկասում կայունության, խաղաղության, համագործակցության հաստատման, այսինքն ռուս-ադրբեջանական կոնդոմինիում։ Ինչն էլ իրագործվել է հաջորդաբար եւ հետեւողականորեն։ Այո։ Բայց հասել է մի կետի, երբ այլևս Ռուսաստանի գործուն աջակցության կարիք չունի, արդեն ինքնիշխանության ցույցեր է կատարում, իհարկե բարդ process է, հնարավոր չէ կանխատեսել, որ Ալիևը մեծ հաջողությամբ կարողանալու է թոթափել այդ կախվածությունը այդ բազմաթիվով, բայց տրեկը այդպեսին է, որ հիմա փորձում է ինքնիշխան իրոք կայացած պետության ղեկավարի դերի մեջ մտնել, որ ոչ միայն Ռուսաստանի հետ, հասցնում են նույնիսկ Թուրքիայի հետ տարակարծություններ, չգիտեմ, խարակտեր ցույց տալ, նույնիսկ Էրդողանի հետ հարաբերություններում։ Իսկ մենք Ռուսաստանի հետ հարաբերությունները երբեք չեք դրել այն հարց, որ եղբայր ահա 1920 թվականի օգոստոսի 10-ի հայ-ռուսական զինադադարի ներողություն, պայմանավորվածությունը։ Այստեղ դուք իրավաբանորեն ընդունել եք, որ Հայաստանի Հանրապետությունից օկուպացրել եք Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը եւ Նախիջևանը։ Գրված է։ Եվ այդ տարածքները խորհրդային Ադրբեջանին գցելու համար դուք Հայաստանի Հանրապետությանը երկու անգամ պատերազմ եք հայտարարել։ Մեկ 1920 թվականի մայիսի 4-ին, երկրորդ 1920 թվականի սեպտեմբերի 26-ին Աթաթուրքի հետ միասին։ Նա արևմուտքից է արձակվել, դուք արևմուտքից եք արձակվել եւ խորտակեր կործանել եք Հայաստանի անկախությունը։ Անունն էլ դրել եք բարեկամություն, դարավոր։ Սա չպետք է լինի իհարկե էմոցիոնալ բանավեճի թեմա։ Սա պետք է լինի քաղաքական լուրջ երկխոսության թեմա եւ ով պաշտպանում է Ռուսաստանի հետ անվտանգային համակարգ կազմելու գաղափարը, նախ պետք է այդ հարցը լուծի։ Ահա 1920 թվականի զինադադարի պայմանագրից բխող հայ-ռուսական համագործակցության պայմանագիր։ Եթե այս ոգով Ռուսաստանը համաձայն է Հայաստանի հետ հարաբերություններ կառուցել, սա կլինի արդեն լուրջ։ Եթե խնդիրը նրանում է, որ հարկ եղած դեպքում կարելի է Իլհամ Ալիևին հուշել, հարկ եղած դեպքում ցուցադրական նրան ցավ պատճառել եւ նրա ռեակցիան
վերահասցեագրել Հայաստանին, ապա սա արդեն բոլորովին այլ վիճակ է ստեղծում եւ բոլորովին այլ մթնոլորտ է, այնպես որ ընտրություններին ընդառաջ Հայաստանի ընտրություններին ընդառաջ ես կարծում եմ ենթադրում եմ ունենալու եք նաև այլ դիսկուրսի դրսևորումներ, այստեղ արդեն քաղաքական համակարգը եւ փորձագիտական ու վերլուծաբանական հանրությունը պետք է ցուցաբերի դրսևորի շատ կայուն իմունիտետ, այսինքն լսել, ուսումնասիրել, վերլուծել, եզրակացություններ անել, բայց հրապարակային երբեք որևէ խոճապային տրամադրություն չդրսևորել։ Մեր քարավանը կշարժվի, շներն էլ թող հաչան սկզբունքով։ Հույս պահենք, որ այդպես կլինի։ Շատ շնորհակալ եմ, պարոն Աթանասյան, ձեր այս շատ կարևոր եւ օգտակար դիտարկումների եւ գնահատականների համար, որ կիսեցիք մեր հեռուստադիտողների հետ եւ ժամանակ հատկացրեցիք մեր եթերին։ Մենք կարիքն ունենալու ենք ձեր մեկնաբանությունների եւ նորից հանդիպենք եթերում, մինչ նոր հանդիպում ամենայն բարիք։ Մենք զրուցեցինք մեր գործընկեր, քաղաքական վերլուծաբան, Արցախի ազգային ժողովի նախկին падգամավոր Վահրամ Աթանասյանի հետ, քննարկեցինք Ալիևի հայտարարությունները Սևանա լճի հետ կապված, ինչպես նաև դրա ենթատեքստերը, այդ տողատակերի այդ պարունակությունը եւ նաեւ թե ինչպես այդ իրողության պայմաններում մենք մեր անելիքն անենք եւ բերենք տրամաբանական ավարտի։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։